Լսում եք զանգերը։ Բարի լույս եմ ասում, սիրելի հետևորդներս, այս պահին ուղիղ ժամը 9-ն է, եկեղեցու զանգերն են ղողանջում, օրը ուրբաթ է, եղանակներ այս ձևի անձրևային եղանակ է, գարնանը բնորոշ եղանակ է։ Sense. Ցուրտա։ Օդը մաքուր, փոշին կորած, խոնավ, հլա որ լավ եղանակ է, պետք է այս անձրևը։ Այն հիմա սիրելի հետևորդներս դեմքով եմ ձեզ բարի լույս ասում, բարի կեսօրն անց ասում, որովհետև կեսօրն անցա, էսա Ալեքսիս գալու վաղտնա, ես շատ ուրիշ գործեր եմ արել, հետո նոր հերթը հասել է կոֆեին, որովհետև գործը չէր սպասում մեղքս ինչ թաքցնեմ, եկեք մի հատ կոֆե գնեմ, հետո նոր ամաններով զբաղվեմ, հյուր եմ ուտնել, հյուր եմ ճանապարհել, բայց կոֆե չենք խմել, այս իմ առաջի կոֆեն է, մեկ որ տուր մարդ է գալիս ու կոֆե չեմ էփում, մի տեսակ զարմանում եմ, դե սովորել ենք կոֆեին էլի մի տեսակ չգիտեմ, այս դրեցի, այսա ուր որ այա, Ալեքսի գալու ժամն է, Ալեքսն էլ է գալու, երեք ասեցի չէ, որ երգ ունենք, բայց մեր ընկեր Գայանեն չեղարկեց երգը, որովհետև նախապատրաստվում են Ֆրանսիայում համերգ տալու, պատկերացնում եք, ինչ լավ բան է, ու ժողովի է, զանգեց ասավ, Անահիտ ջան, կներեք, բայց չգաս, այսօր չգաք, դե ներելու ոչ մի խնդիր, բոլորի հետ էլ պատահում է, այստեղը դնեմ, այս է դնել, ու էլ ամելիք չունեմ, Ալեքսը որ կգա, էնամ ուտի, չի ուտի, որովհետև ինքն իրա գլխի ճարի տենում է, ու եմ էլ ուզում սենց վրա անում է ճուպի, գումարատանը բուֆետից օգտվում է, էլ չի զանգում, ինքն իրա համար, իրա հավեսով գնում է, բայց որ տուն է գալիս, հարց ու փորձը պարտադիրից պարտադիր, անում եմ սիրելի հետևորդներ ջան, ինչ ես առել, ում հետ ես գնացել, որովհետև դրանք իմ համար շատ կարևոր է, միգուցե ուրիշների համար մի քիչ զարմանալ լինի, բայց ես ուզում եմ հլա որ քանի կարում եմ իր ամեն այդ դրսի քայլերից փորձեմ տեղեկացված լինեմ, նկատեցիք չէ, իմ այս բլուզը շատ սիրուն, շատ ճաշակով, թուլիկ, մուլիկ, սիրուն, միրուն, փափուկ, մանուշակիս նվերն է,
Պիտակի հետ կա նաև թել, ինչքան հեռուն եմ, չեմ մտածել հեսա իրա թելը, մի խոսքով, գիտեմ, ասելու եք բարով մաշես, ես էլ նախորոք ասում եմ, ապրեք, շնորհակալ եմ, ով ինչ ունի, ով ես միամսյակն և առհասարակ, ով ինչ ստացել է, նվեր, բարով մաշեք սիրելի հետևորդներ ջան, ուրախ ու առողջակնեք, առողջությունից թանկ բան այս կյանքը մարդու համար, կրկին ու կրկին առողջությունն է, կոֆե ջան, մեր պիեսով էներգիասն եմ ստեղնա, մենք լավ հապեսով էներգիանով եմ վեր կացել, եմ որ կեֆս գալիս է, պաղկա չէ, որ ասում ասենց էներգիասին զուտմա, իմ մոտ էսով էկ պահնա, այդ ենց բաներ, երեկ էր հաճելի օրեր, լավ օրեր, մի տեսակ սիրտս տեղն ընգավ, բայց այսօր կասկածում եմ, ես անձրևին կգան, չեն գա, կուզեմ էլի գան, որովհետև որ գան էլի լիարժեք օր չեն աշխատելու, որովհետև ոնց մենք մեր գործերը, մենք է շինարարությունը, նրբություններ կան, որ չհետևելու դեպքում գոհացուցիչ արդյունք չես ունենա, օրինակ պատշարելու դեպքում, շինարարական հմտություններ եմ ձեռք բերում, բայց դե կնոջն ամեն ինչ էլ պետք է, եկեք համաձայնենք, ուխ, ես ինձ սիրունը։ Մի այսօր էլ կգան պատեն շարում, կգան էլի մի երկու շար կշարեմ, հույս ունենամ, այս անձրևը չխանգարի, ես շատ գիտեմ, ուզում եմ մի օր էլ շուտ պրծնեմ, իմանամ, բաղնիքս կա, սենց ասեմ, լոգասենյակ չասեմ, այս պահին տենց ուզեցի, տենց ասեմ, ջան, կոֆե ջան, այս ինչքան ժամանակ է, 2 բաժակ կոֆեից ավել, չեմ խմում սիրելի հետևորդներ, որովհետև ինչ-որ թե բան չի, էլի պարտադիր օրենք չի, որ վերցնես ու այդքան անընդհատ խմես ու խմես, նամանավանդ անոթների խնդիր ունեցող մարդու համար հեչ պետք չի, որ տենց լինի, թեպետև բժշկույն նայլա, ասելա, որ իմ անոթները մաքուր են, Աստծուն փառք։ Ուրեմն ներեք օրվա վերջում շատ հաճելի վերջաբան եղավ իմ համար, հարևանուհիս կանչել էր ինձ իրանց տուն, հարևաններով նստել էինք, մարտի 8 էինք անում, ընքան լավն էր, ընքան հավես էր և ի դեպ առողջ ծնունդ էր, այնքան էինք ծիծաղել, դրսից եկած հարևանի երեխայել ունենք, մի խոսքով, որ եկել էր ինձ տենալու, հետո իրա մոտ էր գնացել, հետո սենց ու մի խոսքով շատ հավեսով ու շատ լավ ժամանակ ենք անցկացրել, 4 հարևան էինք ու այն որ վերջ էլի, ամեքս մեր հետաքրքիր խոսքը, պատմությունը, ասում ես, շփվում ես ու զգում ես, որ ինչքան լավ բան է հարևանությունը Աստվածին։ Այդ տենց բաներ, բայց Ռուսաստան ես իմ, որ ասեմ, երևի թե չկա էլի, օրինակ հիշում եք, որ Կալուգա էի գնացել, ես ընդեղ նկատում էի, որ դրսում Կալուգայի շրջանում է մեր տունը, Գյուղմանինը, հենց Կալուգա չի, ես ընդեղ նկատում էի, որ սենց դրսում բոլորն իրար գիտեին, բայց որ իրար հետ նստեն, չայ խմեն, դե իրանցը չայներ, կոֆե խմեն, չէ,
տեղի կանայք մի տեսակ ավելի շատ են ծխում, այդ ծխելու պահին էլ դրսում իրար հետ շփվում էին, ես տենց հասկացա, միգուցե սխալ եմ հասկացել, չգիտեմ։ Իսկ օրինակ մեր մոտ ուրիշ է էլի, տան հետ մի առիթ մի բան ես ունենում, պարտադիր հարևանը սեղանի վերից երին ալնում, որովհետև մեր համար ճիշտ է դա, չգիտեմ։ Այդ տենց բաներ, ինչև է, շատ հավեսով ու շատ լավ ժամանակ անցկացրինք, դրանից հետո եկել եմ մերոնց հետ շփվել, Նիկայի հետ, մի խոսքով։ Ալեքսն էլ երջանիկ ժպիտով այսօր գնացել է դպրոց, ասում եմ մամ ջան արձակուրդենք, չէ, ասում եմ հա, այդ է, իրանից ուրախն էլ ես եմ, այս մի շաբաթը վերջապես կմնանք տանը ու ոչ միտեղ չեմ ուզում գնամ, սիրելի հետևողներ, ուզում եմ մնամ իմ տանը, վայելեմ հանգստությունը գործերի մեջ, էդ էլ իր հետաքրքրությունն ունի։ Ճիշտ է էլի գրավ, որ ինչ-որ մի բան անում ես, ինչը որ քեզ պետք ու հասանելի է, բայց այն որ առավոտը չես վայ Ալեքս պրծի հանկարծ չուշանաս, ես այդ ուշանալը ոչ մի պարագայում չեմ սիրել, ոչ մի պարագայում, առավել ևս երեխեն ինչ է նշանակում ուշացած դպրոց գնա, մանավանդ այն դեպքում, երբ որ դպրոցը կողքի հետ է։ Այսպես բաներ, երբ որ Մանուշակը շորը նվիրը մեր ինձ, դե պահ կար նկարեցի իր խոսակցությունը, պահել կար վերջել իհո այդ ամեն րոպեները չպետք է նկարեի, ճիշտ չէր դա։ Երբ որ այս շորս հանեց ցույց տալու, ասմաքուրիկս, ես նկատեցի, որ красный цвет тебе к лицу ու իրոք այնքան սիրել եմ ես այս գույները, այս մալինովին, մի խոսքով ամեն ուրախ գույներ սիրում եմ, սևից մի տեսակ խուսափում եմ, բայց մի չգիտես թե ինչի, ասում են, որ սևը սենց նրբաճաշակ գույնա, էսա, էնա, իմ համար սևն իր առանձին տեղն ունի, ճիշտ է, սև շորերել ունեմ, սևի համադրությունը շատ, սպիտակի հետ, բայց թե ես պայծառ գույները թողած սև հագնել մի տեսակ էտի մեջ չի։ Այդ տենց բաներ։ Համ ես համ Ալեքսը ուզում ենք հիվանդանանք, կոկորդս քերում է, տարվա այդ խաբուսիկ վախտն է, որ չես կողմնորոշվում ինչ անես, ինչ հագնես, ու այսենց տաքու հովի մեջ են գլնում։ Ես շատ հաճույքով խմեցի իմ սուրճը, հիմա ինչ ամնում Ալեքսս գամ, մի քիչ կհանգստանամ, որից հետո գնալու ենք երգի, երգը կյանքա, ինքը ես մի երգը շատ ասիրել, այնքան էլ պարապել է, որ Ռուբեն Հախվերդյանին միացնում է ու հետը երգում, որ հավես է էլի, մի խոսքով, սիրելի հետևորդներ ջան։ Ես էլ այսքանը առավոտից ու օրը ճաշադարել, վարպետները չկան, երևի թե անձրևի պատճառով էլի ամեն դեպքում դրսում ցեխ են անելու, իսկ վերևից գալիս է, որ պետք չէ, բայց թե գործի ոնց են ասում, համարյա թե կեսն են հասել, այն մյուս կեսին էլ տենանք երբ ենք հասնում էլի, տենց հա, կինը միշտ վրազում է, կինը միշտ րոպե առաջ ուզում է արդեն արած, պրծած, մաքրած, այդ վիճակն էլի, ես որ ես եմ, ես էդ եմ,
այնքան եմ վրազում, արդեն ուզում եմ կահավորանքի մասին մտածեմ, բայց կահավորելուց դեռ շատ օրեր կան։ Ինչի մասին է խոսքը, երբ որ առաջներուց լիքը գործ է անսահման։ Բան այդ տենց բաներ, այս պահի համար երևի թե այսքանը, մտածում եմ ինչ-որ թե մի համով բան տխեմ, չեմ կողմնորոշվում, ինչ մեկ մտածում եմ ռուլետ, որ կրեմային չլնի, մեկ էլ մտածում եմ մի հատ շոկո կարելի է թխած, ուղղակի բաղադրատոմսը կիսած, ես իմ դեռ մտածում եմ, բայց ոնց գցում բռնում եմ, երևի թե ռուլետ եմ թխելու, տեսնենք։ Երեկ էլ ծու գնեցի, դարելա ոսկու կին, թանկություններ են, ամենուրեք թանկությունը, համ ստեղ, համ դրսերում, ինչի է սենց լնում, որ թե մարդ իրոք զարմանում է։ Այդքան բան այս պահի համար, հետո տեսնեմ, էլ որտեղ ենք հանդիպում, երևի թե երկի գնալուց, քանի որ գիտեմ, շատ եք սիրում Ալեքսիս երգը, սիրելի հետևորդներ ջան, այսքանը մինչ հաջորդ պահը։ Ստեղ իմ Ալեքսն եկար, արի Ալեքս ջան, լավ ես։ Հա, հանեք դեր կոշիկներս։ Երկի ենք գնալու, մի քիչ հանգստանաս ու Հա, կոշիկներս հանում էրի։ Չէ։ Ինչ կար, լավ ես։ Հա, լավ եմ։ Հո թեմա չի էլի։ Չէ, թեմա չի եղել։ Հաստատ չէ, հետո դրա մասին կխոսում։ Հետո, այսինքն մի բան էլի եղել է։ Հա, անջած կամեն, հետո կխոսում։ Կարևորը դու տենց բաներ չանես։ Չէ, Դե գնա, կախի, ես նկարում եմ, ապրես, երեխեք, ժողովուրդ։ Ես ինչ հադարել ես դպրոց։ Էլի բան կա ասելու։ Անջատեր ես մի։ Չէ, դեռ չեմ անջատել։ Վայ Ալեքս, վայ իմ սիրուն Ալեքս։ Հա, կարևորը դու քեզ խելոք պահի, վայ սիրելի հետևորդներ, ոչ Երամի ես ուսուցիչներին, վայ, ճիշտ են էլի ասում, որ ամեն երեխան իրատան հայելին է, Ալեքսը գալիս է ասում, մամ կամերան անջատի մի բան եմ ասում, ու որ մտածում եմ, մենք մեր թվերին տենց չենք եղել, ամաչել ենք, մեր ծնողներից էլ ենք վախ ունեցել, մեծերին հարգող ենք եղել, իսկ մի ուսուցչի առաջ ծնողն ավելի շատ իրավունք ունի, քան ուսուցիչը դպրոցում, մի կողմից լավ է, մի կողմից էլ շատ վատ է, խեղճ ուսուցիչ, դե արի, այդքան երեխեքի հետ, գլուխ տուր, վայ, չգիտեմ, դժվար է շատ, դուրս ենք եկել, ու գնում ենք երկի, Անձրևամաղում, Զոնտիկով եմ, Ալեքսի պուտկենը ջուր չի քաշում, գնացինք,
Հետագար, ճիշտ է։ Ինքը մենակ լսել է ու արել, մենք շինարարությունով ենք տորված։ Այս երգը իրա վրա է եղել։ Բայց ասում էիր լավ էդ խի մոռացա։ Բայց ես լավ եմ ասում, Երկը դուրն եկել է երևի, ինչ արել։ Հա, ես հաղուս ամս երկել եմ։ Շատ, ես մի 4 օր է այդ լսում ու ասում։ Ես բանը, եթե այս տիպի երկերա քեզ դուր գալիս, ես էլ հավաքի մասին քեզ երկ կտամ։ Շատ հավանել է։ Հա, ես երկեմ։ Ահա։ Yes,
Բայց իմ երկու տեղ կա ուշադիր եղի։ Բարության ծառ եմ աճեցրել, ծով աճեցնելը, որքան ծովը կարաս աճեցնես։ Չէ, ծավ ես ծառը։ Գիտեմ։ Մեկ էլ որն էինք վերցնում, որ ես քո բանին համապատասխանеш քո ձայնին հիմա, որ երկն էինք վերցնում։ Նավակը, էսեր, բարության ծառը, հա, Հայաստանը։ Հա։
ոտքի վրա Ալի մաքուր։ իմ ոտքի Այս ինչքան եք իջել երկել, իջել եք, բայց սա Ես եմ ներքև ներքև ու կարում է երկում ասում, էլի ծրավ երկում է ներվածում կարում է։ դες կրկնի երկել, թե կուզես ցածր տոնանության Իսկ հարց ես միջացած ասում ասում չիքեն այո։ Շունանք։ Յո, այդ ինչ մի նախանձ է։ Ավես ռոզա։ Պատմողստի։ Լավ։ Ես էլ եմ լավ։ Ես եմ հա։ Վալա։ Բախմե։ Դասես վերջացրեցի եկա տուն։ Հա։ Վիշապը լավ չէ բանուրի խարանը նշել դուս հանեց։ Անդեյդերը ծիծաղելերի։ Յոգա։ Ահա, սիրելի հետևորդներս, որ դուք եք շարունակվում է մեր օրը ու ոնց տեսնում եք բուլկ եմ թխում մանավանդ որ դեմն էլ արձակուրդները բուլկու բաղադրատոմսն էլ այն բաղադրատոմսնա որ ինքը մի քիչ ուշ է հնանում կարող ենք էլի և թխել և պատրաստել սենց հավես բաներ կոլոքյան մշոտը նենց է գալիս նենց հավեսով է գալիս այ այլ ասելու չի սիրելիներ ջան այ սենց մի դեղնոցը լավ էլ հերքեց են ձեր ուզած ձևով հավեսով հերիքեց տակ ես էլ չեմ ծածկի մինչև նա կթխվի սա թող սենց մնա ժամը 5-ի կողմերն է Ալեքս Ալի դե գնա որ գրենք զրկել եմ հեռախոսից Ալեքսին զրկել որն է տուն գա ուսաղորը հեռախոսի մեջ մտնի ավթավ չի էլի ասյալ գցամ հերիքա չարիքա էլի դաղը դարի չարիքն է դաղը այդ հեռախոսը ասավ մամա ուզնեմ գրավոր գրածրնենք, թեկուզ որ 2-3 տող, բայց գրենք, թեպետ 2-3-ից էլ շատ ենք գրեմ, բայց ուզում եմ, որ գրածրնենք, սիրելի հետևորդներ ջան, որ հետ չվարժվի էլի, բուլկիներս ջարոցում այս մեղր եմ հանելու սրանով սենց բաներ արակ սրտում մի հատ այս շանձենից մի արանք չկար այս շանձենը մի նորից նույնն է գիշերվա ժամը 4-ին սարսափած արթնացել եմ մտածեցի, ասեմ, տեն ասես ինչ ա եղել, ունը նենց էր հաչում, որ էլ ասելու չի։ Ուրեմն շատ տպավորվել եմ,
այդ երգի դասով սա առաջի երգն ա եղել փոքրիկ նավակը, որ Ալեքսը ինքնուրույն է սովորել, ես ընդհանրապես չեմ խառնվել, երգն իրան ենքան հոգեհարազատ ու լավ երգ ա, փաստորեն ինքը սովորել ա ինքնուրույն։ Սիրելի հետևորդներ ջան, ինչը որ իմ համար Ալեքս ջան, արի է ախպեր։ Երևի մտածում ա նկարում եմ, չի գալիս։ Այդ տենց սիրել ա, երեխել այդ երգը։ Տետերդ գրիչը թանի, երեք վատաղի գրիչը հանի Ալեքս ջան։ Ուրեմն փոքր չատուրփինը հանի։ Տելևիզորն անջատիր, ապրես։ Քանի ցերեկային լույսը կա, հա Ալեքս ջան։ Այն որ ուր։ Հա։ Այսօրվանից սկսած ցերեկվա տևողությունը երկար է, սիրելի հետևորդներ։ Հետո լավ է, էլի օրերը կերկարեն ու շատ լավ կլինի։ Ես սիրում եմ, որ ցերեկը երկար առնեմ, որ սրանց վատն էլ է սա, այս մեր Անահիտն էր Հոլանդիայից բերել Ալեքսիս համար, բայց տենոսկու պահի ծուհարելու համար հարմար էր շատ, ինչև է, այս էլ տեղը դնենք, էլ անելիք չունեմ, ճաշ ունեմ եփած, չեմ մտածելու ճաշեփելու համար, Էնդոբու սուպ է եփել, ինչը որ հոլա կա, լավ է, այս էլ ստետնենք, Ես հետ սրատիկի լավ ծոր եմ ես ծանել։ հա, առանց քեզ եմ ծանել, ասիս, անի դե Ալեքս ջան, Ձեր քեզ եմ ձերքերդ լվո Ալեքս ջան, Բասին մի հանի սրատիկի ծորն ես կգայի կծանեմ։ դու էի ուզում ծանել, Ես ինչ տակ հա տարագը Ալեքս դե գազը վառացավ, դրանից է, էլի, լավ էլի հետևորդներ, նայեք ինչ կազմակերպված տղա ունեմ, ձերի սրբիչը հանեմ, կողքը դնեմ, ինչա թե մի անգամ ջուրը փագի, ինչա թե մի անգամ ասել եմ, որ ինքը ձերն է լվանը մեր նոր սրբիչին բերեմ, էդ էլ ձերի ջուրը կատկթմա չէ, ես էլ տենց չեմ սիրում, այդ գնանս պիրոս չէ, Դու արի։ Եկա, տետրդ գրիչը թանի, յատ ուզում եմ սրանց նայեք, էլի սիրելի հետևորդներ, լստի նայեք, այ հմի գնացինք դաս գրել, եկեք տեսնենք, թե ինչքան ինքը լավ, հաճելի ձևով բարձացել է, սպասենք կարմերի, չգիտեմ ինչի, սիրելի հետևորդներ ջան, այսօր հավես չարեցի, ճաշեփելու, լոբով ապուր ունեի, դա ենք կերել և երկրորդ անգամվա համար էլ ստեփուլկիներ եմ թխել, ամեքս մի հատ կերել ենք ու ուզում եմ մրգաբլիթներ տաքացնեմ, հավեսով նստենք ուտենք, տերը տղա,
Առանց ձեթի, առանց ոչ մի բանի դնում եմ ստեղ, որ հալվի։ Այստեղ դրանը ստապեմ։ Ալեք, մի րոպե գաս, պես գաս։ Այսպերին չի կես, ասա, ուղանուտակ, համա, ինչն եմ պահելու, Քամի չպահի, աչութելով, աչուցելով այա, որ ձերքս չհևա էրի, լակս ճան հայրևա էլ, ոչիչ բոլորի հետ էլ կպատահի մի խարնվի, բրվի ասի ճան, կաթեմ առել, սիրելի հետևորդներ ճան, կաթեմ քանում, ինչքան ուզում մաքուր է, սա այնա, իմ մոտ բնավորություն է, որ ես պիտի պարտադիր քամեմ, ուրիշ ձևի չի կարարնի, բարձր պահի լավ, բարձր եմ պահր, ապրել ես, շատ ապրես ու լավ ապրես, եսում ինչ անեմ կցեմ, ինչքան ճիշտ արի նոր կամեցի, ճիշտ եմ չէ պահեմ, ապրի իմ Ալեքսանդրը, Թուծուկես լիտր այս ոնց ամանա աչկես, սիրելի հետևորդներ ճան, կացրայ վրա, չափը կա, 5 լիտր է, չի դրանում, հրավաղը կհարցնեմ, լիտրի մասին չեմ հարցրել, քանի լիտր է, մենակ ասել եմ, կաթ եմ ուզում, հարկեր, ինձ տվել են կաթ, հիմա, այս շամից արդեն մարդ կխելագարվի, ուրեմն տան մեջ հենց խոսում ենք շունը հաչմա, բաս հենց բան կլնի, ես, կաթն եմ դնեմ էքի, հետո ձեզ բարի գիշեր ասեմ, ոնց սիրում եմ ասեմ, բարի գիշեր, լավ եղեք, առողջ ու երջանիկ, իսկ մենք կհանդիպենք վաղն առավոտից, բարի խաղաղ գիշեր բոլորիս։